Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պասիվ է, իսկ նրա հայտարարությունները ուշացած են, գտնում է ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը։ Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, նա բացառել է լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը։ Պատերազմը իրենց ենթադրում է հսկայական ֆինանսական ռեսուրսներ, տնտեսական հսկայական վնաս, մարդկային ռեսուրսների վերջում մեծ կորուստ։ Հասկանում եք, եւ այդ ամենի տակից ժողովրդական լեզվով ասած պետք է դրա տակից դուրս գալ։ Կան բազմաթիվ հանգամանքներ, որոնք թույլ են տալիս ասել, որ պատերազմի վերսկսումը քիչ հավանական է, գտնում է Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը։ Նա չի կարծում, որ առաջիկայում Սոչիում նախատեսված Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումից հետո հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակը ավելի կսրվի։ Իհարկե կմեղմվի ինչ-որ չափով, որովհետև միջազգային հանրության ճնշումը շատ բարձր է բոլոր կողմերի վրա հրադադարի ռեժիմը չխախտելու պահանջով։ Բջջային կապի ոլորտում հայ սպառողներն ամենից շատ դժգոհում են Օրանժ բջջային օպերատորից։ Այսօր տեղեկացրել է Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը, հիմք ընդունելով սպառողներից ստացած ահազանգերը։ Իսկ սպառողներից Իրինա Գասպարյանը տեղեկացրեց, որ Օրանժի գրասենյակից հեռախոս է գնել եւ գործարքը հասել է դատարան։ Որ իրենց պայմանագիրը հակասում է օրենսդրությանը Հայաստանի։ Այսօր ճապոնական Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակի օրն է։ Մանկական զբոսայգում Հիկարի կենտրոնի անդամներն ու հայ մանուկները մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը։ Հայաստանում բնակվող ճապոնացի Հիրոկի Կանդան տպավորված եւ հուզված էր հայերի վերաբերմունքից։ Ես շատ ուրախ եմ նաեւ հայերը հավաքվում են այստեղ։ Ես հավաքության համար աղոթում եմ։ Աբովյան 29 հասցեում գտնվող Դերենիկ Դեմերճյանի տուն թանգարանի հարակից ծառերը միտումնավոր ոչնչացնում են։ Բարձրաձայնում է հաստատության վարիչ Կարինե Ռաֆայելյանը։ Նրա խոսքերով այստեղ տնկված ծառերից երկուսն արդեն չկան։ Այդ մասին նա տեղեկացրել է բոլոր պատկան մարմիններին, սակայն ապարդյուն։ Ծառը չգիտեմ ինչի վերածելու այս խնդիրը, արդեն 20 տարվա պատմություն ունի։ Սահմանամերձ համայնքի երիտասարդներն այսօր Երևանում են։ Հավաքի շարժառիթը թեև սահմանային վերջին լարվածությունն է, սակայն նրանք մայրաքաղաք ժամանել են ոչ ապաստանելու համար։ Նրանց համախմբել է Դեմոկրատիան այսօր հասարակական կազմակերպությունը։ Մենք մտածեցինք, որ շատ ճիշտ կլինի հիմիկվա իրավիճակում հասնել միջազգային հանրությանը, միջազգային կազմակերպություններին եւ այն մարդկանցով, որ զբաղվում են կոնֆլիկտի հարցով, լսելի դարձնել այն երիտասարդների ձայները, որ ապրում է սահմանի վրա այսօր։ Տավուշի մարզի Ոսկեպարում ապրող Սուզաննան այս գիշեր լավ չի քնել։ Դժվար է գլուխը դնել բարձին, երբ գյուղը մշտապես կրակահերթի տակ է։ Այսօր նա իր ապրումներով էր կիսվում արտասահմանցի հյուրերի հետ։ Մոտավորապես ուրեմն իմ գյուղում Ոսկեպարում կրակոցները տևել են մոտ մի ժամ, բայց հարևան Ոսկեվանում մինչև գրեթե ժամը 4-ը կրակոցներ են եղել։ Բացի սահմանային իրավիճակը քննարկելուց երիտասարդները մի շարք առաջարկներ ներկայացրեցին իրենց գյուղական համայնքների զարգացման ու առողջացման վերաբերյալ։ Ծառատուն, կաղպահանություն, բակային ճամբարներ, արվեստի եւ ժամանցային տարբեր միջոցառումներ։ 17-ամյա Ալիսա Սիրադեղյանի մտքում այս օրինակ գաղափարները շատ են, սակայն ոսկեպարծի աղջիկը ցավով է փաստում։ Խաղաղության ներկայությամբ մենք իրականացնենք բակի խաղաղություն չկա։ Խաղաղությունն անպայման կգա, բոլոր երազանքներն ու նպատակներն էլ կիրականացվեն։ Թող թշնամին սա լավ իմանա ու երբեք չփորձի ոտք դնել մեր հողի վրա, ասում է Ալիսայի ավագ եղբայրը։ Չեմ ուզում ես պատերազմ լինեի, ավելի շատ խաղաղասեր մարդ եմ, իմ նպատակն կախված է խաղաղության հետ, բայց հակառակ դեպքում կմնամ, պաշտպանեմ, կռվեմ հայրենիքի համար։ Խուճապի պետք չէ մատնվել հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակը միշտ էլ նույնն է եղել, հիշում է ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը։ Ինչ է պատահել, կրակել են, մերոնք փառք Աստծո, մեկին 10 հետ են տվել, եւ դա օրինաչափ է։ Իհարկե, փառք այդ տղերքին էլ եւ մեծ ցավ է, բայց բանակա պետություն ծառայություն, ինչի մասին է խոսքը, ինչ խոճապ։ Սուրեն Սարգսյանը նույնիսկ գտնում է, որ այսօր սահմանում մեր բանակը կամավորների կարիք չունի, մեր զինված ուժերը լիարժեք լուծում են իրենց առջև դրված խնդիրները։ Ասենք պատկերացրեք, Ղարաբաղի X շրջանում կա հարձակում։ Այնտեղ տեղում մենք շատ տղերք ունենք, որ միասին կռվել են։ Այդ տղերքը գնում հասնում են սահման, դա ես համարում եմ օրինաչափ։ Մնացած բոլոր այստեղ զորք հավաքելը կներեք կապիկություն։ Մենք 20 տարի է պետություն ունենք, բանակ ենք ստեղծել։ Այդ բանակը այսօր ցույց տվեց, որ իր գործը կարողացավ անել։ Այսօր հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի համար ազատամարտիկ Գագիկ Սարոխանյանը մեղադրում է Ռուսաստանին։ Նա համոզված է, որ առանց Ռուսաստանի թույլտվության Ադրբեջանը չէր համարձակվի կրակել։ Այս հարցը, որ այսօր այսպես ստեղծվել է, դա ստեղծվել է 20-ական թվականներին, երբ որ կոմունիստական այդ ռեժիմը
ազգերին բաշխել էր մի քանի սորտերի, որ ցանկացած դեպքում կարողանա այս կամ այն ազգի վրա ինչ-որ ձևով ազդի։ Ազատամարտիկը մեր բնակչությանը կոչ է անում խոճապի չմատնվել։ Նա վստահ է, որ հարկն եղած դեպքում բոլորն էլ այդ թվում պատերազմ անցած եւ հաղթանակած մեր ազատամարտիկները մեկ մարդունոման կմեկնեն սահման, իսկ նրանց համախմբելն այսօր խնդիր չէ։ Կան զինկոմիսարիատներ, բոլորը գրանցված են, այսինքն ըստ մասնագիտությունների, ըստ բաների, եթե անհրաժեշտ լինի ջոկատային ձևով մեկնել այնտեղ, իհարկե դա էլ պետք է արվի, բայց ինձ թվում է դա դեռ վաղարժան է։ Ստեյս կրակել են, կպելապատին։ Սա Այգեպարի մանկապարտեզի համար պաշտպանական պատ կառուցելու մասին պատմող առաջին տեսանյութն է։ Ամեկ Պլյուսի այս ռեպորտաժից անցել է մոտ 3 ամիս։ Այս ընթացքում հակառակորդի փամփուշտները չդադարեցին ներթափանցել Այգեպար։ Դեռ ավելին Ադրբեջանն իր ռազմական գործողություններն ընդլայնեց մարզի ողջ տարածքով։ Այգեպարի պաշտպանական պատի կառուցումը դարձավ ավելի քան հրատապ, սակայն առաջին քարը դեռ գյուղ չի հասել։ Առայժմ $15,000-ից, այսինքն 6 միլիոն դրամից հավաքվել է մոտավորապես $2,500։ Այո, ծրագիրը անհրաժեշտ գումարի հավաքագրման համար առանձին պաշտոնյաների կամ գործարարների չի դիմել։ Նրանք էլ նախաձեռնությամբ հանդես չեն եկել։ Հարթակն ազատ է, ցանկացողները կարող են իրենց ներդրումն ունենալ։ Մանավանդ երբ պաշտպանական պատի կառուցման մասին լուրը հասել է մինչև Եվրոպա։ Վերջերս մի աղջիկ Շուշան անունով Ֆրանկֆուրտ քաղաքից ուղղակի ինչ-որ մեկի միջոցով գումարը ուղարկել էր։ Բարեգործական հավաքներ ու համերգներ։ Պաշտպանական պատի կառուցումով զբաղվող Հայօգնության ֆոնդի այո ծրագիրը պահանջվող գումարի հայթայթման համար տարբեր միջոցառումներ է իրականացրել թե Երևանում, թե մարզերում։ Հանգանակության հերթական առիթն այսօր էր մայրաքաղաքում։ Մենք որպես երաժիշտ, որպես հայ մարդ, ստեղ ենք նվագում ենք մեր բոլորի համար ենք նվագում։ Դե մեզանից ամեն մարդ իր քարն է դնում ոնց որ։ Իսկ վերջին խոշոր դրամահավաքը այոյի երիտասարդներն իրականացրել են մեկ շաբաթ առաջ Մոսվա կինոթատրոնի առջև։ Մի քանի ժամվա ընթացքում նրանց հաջողվել է հավաքել 140,000 դրամ գումար։ Մենք հավատում ենք, մենք գիտենք, որ մենք կարողանանք հավաքել անհրաժեշտ գումարը, որպեսզի կառուցենք պատը։ Հիշեցնենք, որ սահմանամերձ Այգեպարի երեխաների կյանքն ապահովելու համար անհրաժեշտ է ընդամենը $15,000 ԱՄՆ, որը մեր օլիգարխների համար չնչին գումար է։ Մի կաթիլ ջուր օվկիանոսում։ Ինչու են մեզ խեղդամահանում, դժգոհում են մեր քաղաքացիները եւ վստահեցնում, իրենք ի վիճակի չեն վճարել ցանկացած էլեկտրաէներգիայի գինը։ Թեև մեր քաղաքացիների վիճակին կառավարությունը քաջատեղյակ է, սակայն փաստն այն է, որ օգոստոսի 1-ից օգտագործված 1 կիլովատ հոսանքի դիմաց 38-ի փոխարեն պետք է վճարել 42 դրամ։ Այս քաղաքացին հոսանքի գինը պետք է հանի 50,000 դրամ թոշակից։ Հայտարարություն այս ինչ ում բողոքենք, պետությանը մեկը ոչ լսում են, ոչ էլ են։ Բանի տեղ չեն դնում ոչ մեկի։ Չեք կարողանալու, մի շատ կա։ Երևակայի առանց պատկերացնելու արդեն գժվել ենք սրանց ձեռքից։ Մեր քաղաքացիներից ոմանք խոստովանում են, կանգ չառնող գնաշն իրենց ժլատ է դարձրել հենց իրենց նկատմամբ։ Իրենց ընդհանրապես հոսանքից զրկել չեն կարող, սակայն խնայելու տեղ էլ չունեն։ Կենսակերպի մեջ մտել է խնայողական օգտագործել ամեն ինչը, որովհետև մեր դրամապանակը ի վիճակի չի այդքան Զրկելով այս երեխաներին, որոնք այսօր հայ ազգի զինվորներն են լինելու, այս բոլորը զրկելով այս երեխաներից պիտի վճարենք երեխային մի տեղը ոչ ենք պահելու։ Վարը չխիքով։ Քաղաքացիների խոսքով պետությունը անընդհատ շարունակվող թանկացումներով իրենց հայրենիքում դանդաղ մահվան է դատապարտում, այլ ընտրանք թողնելով արտագաղթը։ Ամոթասի ժողովուրդը այս վիճակի է, իսկ կանց է ասում։ Բոլորը փախնում են, հեսա ես եմ գտնում։ Ամոթա, ես ինչ են անում, քամում են ժողովրդին։ Այն վերջի շունչը պետք է փչեն, որ իրանք հանգստանան, վերջապես չի կարելի, ամոթա։ Իրանք նստած ուտում են մուզիկ սնը կրակի մեջ։ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի բնակիչներն այս տարի զրկվեցին ապրուստի հիմնական միջոցից՝ բերքից։ Սրտահարության հետևանքով ծառերին հատուկ միտք է մնացել, որոնց միայն երկար փնտրելուց հետո է հնարավոր գտնել։ Ոչ մի բան էլ չկա, դամբուլը բռնել էր, լավ կար դամբուլի վրա, լրիվ թափվել է, շլորը լրիվ թափվում, ասենք ինչ էլ որ կա, ոչ գիլաս, ոչ բալ, ոչ մի բան։ Մալինա 10% մալինա ենք հավաքել։ Դրած բանջարանոցը, խնձորը, մալինան լրիվ ջարդել է։
Գարնան սկզբին ցրտահարության վնասներից դեռ ուշքի չեկած գյուղացիները երկրորդ հարվածը ստացան կարկուտի տեսքով, որն իր հետ սրբեց տարավ, ինչ մնացել էր։ Արտաշավան համայնքը հակակարկտային կայան ունի, սակայն գյուղացիների խոսքերով այն ուժ գործի դրվեց։ Իսկ թե ինչու ամպերը ժամանակին չհեռացվեցին, գյուղացիների համար մինչ օրս պարզ չէ։ Ծաղակին եկա մի 10 րոպե, 15 րոպե նոր կրակեցին։ Մարդկար 8 տոննա խնձոր կորցրեց։ Այսքանով արտաշավանցիների գրած վնասները չի սահմանափակվում։ Սառնամանիքի ու կարկուտի հետևանքով գյուղի գրեթե բոլոր պտղատու ծառերը չորացել են։ Գյուղացիները հույս չունեն, որ գոնե հաջորդ տարի բերք կունենան։ Ադրբեջանը կփորձի սահմանային լարվածությունը պահպանել մինչև Սոչիում երկու երկրների ղեկավարների հետ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Հանդիպումից հետո էլ ակնկալել այսպես լիարժեք խաղաղություն, լիարժեք հրադադարի պահպանում քիչ հավանական է։ Սեյրան Օհանյանը զինված ուժերում կամավորական զինվորական ստորաբաժանումներ ներգրավելու կարիք չի զգում Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում բանակն իր խնդիրները կատարում է։ Նախարարը նույն կարծիքին է նաեւ հավաքական անվտանգության պայմանագրի երկրների միջամտության մասին, նրանց կարիքն էլ չկա։ Հավքի աջակցությանը մենք կարող ենք դիմել այն ժամանակ, երբ որ լայնամասշտաբ մարտական գործողություններ կստեղծվեն եւ մենք վտանգ կզգանք Հայաստանի անվտանգության ապահովման։ Ղարաբաղի ադրբեջանական սահմանի երկայնքով ռուսական խաղաղապահ ուժեր տեղադրելու նույնպես Սեյրան Օհանյանը համաձայն չէ։ Հիմնականում պահպանվում են հարաբերական զինադադարի պայմանները, թեպետ Ադրբեջանն ավելի հաճախ է խախտում այն։ Մենք մեր առջև դրված խնդիրները ինքնուրույն կարող ենք լուծել եւ խաղաղապահ ուժերի տեղադրման կարիք այսօր չկա։ Սահմանապահ գյուղերի բնակիչներին համատարած զենք բաժանելու մասին հարցը նույնպես չշրջանցվեց։ Ռմբակոծվում է հիմնականում 26 բնակավայր, որոշ բնակավայրերում նրանք են գերիշխող դիրք զբաղեցնում, որոշներում մենք, ով որ պետք է զենք ունի իր ձեռքին, նաև գյուղացիները սահմանապահ ծառայություն իրականացնելիս։ Այսօր այսպես համատարած բոլորին զենք բաժանելու կարիք չկա, այդ զենքը նաև պետք է վերահսկողության տակ լինի։ Եվ նաև բոլոր գյուղացիական աշխատանքների, գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ժամանակ ստեղծվում են համատեղ գյուղացիներից կազմված եւ մեր ստորաբաժանումներից կազմված խմբեր, ովքեր որ վերահսկում են գյուղատնտեսական աշխատանքները։ Ադրբեջանն ըստ պաշտպանության նախարարի ոչինչ չի օգնի, նա իր գնած նորագույն սպառազինությունն էլ չի կարողանում օգտագործել եւ ոչ միայն զենքերը, դիվերսիոն խմբերում ներգրավվածների մեջ քիչ չեն հարևան երկրներում պատրաստված հատուկ նշանակության մարտիկները եւ որտեղ են նրանք հիմա։ Նրանք իրենց վախճանը հայկական հողի վրա, հայկական դիրքերում տեսնում են։ Իդեպ նախարարն անդրադարձավ նաեւ Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի պահանջին։ Նրանց է պետք պատժամիջոցների ենթարկել, համոզված էր նախարարը։ Հայաստանն ըստ նրա ում որ պետք է բացատրում է ստեղծված իրավիճակը, նախարարին հայտնի որ Ադրբեջանը քարոզչական ճակատում փորձում է ակտիվ լինել։ Բրոշյուր է հրատարակել 3-օրյա պատերազմ խորագրով, որտեղ պատմում է ճակատում իր հաջողությունների մասին։ Կարծում եմ այդ 3-օրյա պատերազմը կարելի է այսպես փոխարինել 3 տոննա լապշայով այն ադրբեջանցիների ականջներին, որոնք որ չեն հասկանում այդ ամենը։ Օրվա գլխավոր թեմայի շրջանակներում այսօր իմ հյուրն է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար փոխգնդապետ Ժիրայր Սեֆիլյանը։ Պարոն Սեֆիլյան, շնորհակալություն մեր հաղորդմանը մասնակցելու համար։ Ընդամենը մի քանի օրից Սոչիում տեղի է ունենալու Սերժ Սարգսյան Իլհամ Ալիև հերթական հանդիպումը։ Դուք որևէ ակնկալիք ունեք այս հանդիպումից։ Շատերն ասում են, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը պայմանավորված է հենց այս հանդիպմամբ։ Ես կուզեի նախանդրադառնալ տեղ ունեցող սահմանում տեղ ունեցող վիճակին, հիշելով, որ այն ինչ կատարվում է վերջին ամիսներին, դա նոր երևույթ չէ։ Սակայն մեր մոտ ինչ-որ չափով փոփոխություն ա տեղի ունեցել անցյալ տարի սեպտեմբեր 3-ից հետո։ Դեպքերը սահմանի վրա սաստկացան այն դեպքում, երբ եթե դուք նշում եք սեպտեմբերի 3, այդ ժամանակ Սերժ Սարգսյանը ասաց, որ Հայաստանը գնում է մաքսային միություն, այսինքն դրանից հետո մենք ավելի հանգիստ պետք է լինեինք։ Ուրեմն հենց այդ է խնդիրը, որ ես շեշտում եմ սեպտեմբեր 3, սակայն ավելի լուրջ, այսպես ասած, փոփոխություն տեղի ունեցավ դարեվերջին, դա ես գաբում եմ Ուկրաինայում տեղի ունեցած անցուդարձերի հետ, այսինքն արդեն երկար ժամանակ է կարող ենք ասել, որ Մինսկի խումբ հասկացողություն նախկինի նման գոյություն չունի։ Քաղաքագետներից շատերն ասում են, որ Սոչիում նախատեսված հանդիպման ընթացքում Ադրբեջանը պետք է հստակ իր դիրքորոշումը հայտնի, որից հետո արդեն Ռուսաստանը կորոշի ինչպես վարվել Ադրբեջանի հետ։ Կարելի է ասել այս հանդիպման հետ կապված մենք ոչինչ չունենք մտածելու անելու։ Մեր խնդիրը լուծել են ըստ իրենց ռուսները, այստեղ Ադրբեջանի խնդիրն է։ Այստեղ մնում է այս նաև այս մթնոլորտը
Ինչու՞ նաև հայկական կորձոնը, որը այսօր ամբողջությամբ ենթարկվում է Ռուսաստանին, օգտագործելով Ռուսաստանը փորձելու է Ադրբեջանից կորզի Եվրազիա տնտեսական միության ներգրավման նպատակով։ Մեր երկրում խնդիրները բազմաթիվ են, բայց երբ Պաշտպանության նախարարը այցելել է ազգային ժողով, բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում նաև իրենց ընդդիմադիր համարողները, ասել են, որ մի կողմ են դնում խնդիրը։ Կարող են վստահ լինել, որ իսկապես միասնական կլինեն։ Այս օրերի կարևոր հանգամանք այն է, որ կարծես երկրի կառավարումը ամբողջությամբ թողնվել է Պաշտպանության նախարարի վրա։ Կամ այդ պաշտոնը զբաղեցնող անձի վրա։ Եթե այս անցած ամիսները կամ շաբաթները հետևենք, կարծես նկատենք, որ արտգործնախարարը գոյություն չունի։ Ավելին, ես կարող եմ ասել, որ ինչ տեղի է ունենում այսօր հայ-ադրբեջանական սահմանակցում։ Դրա գլխավոր մեղավորը քաղաքական, այսպես ասած, կորպուսն է, հա, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Նալբանդյանի կատարմամբ, դե ինչ տեղի է ունենում սահմանում, դա ռազմական կամ զինվորական հերանեկարով չէ, որ նպատակով չէ, որ դեղում, դա հստակ քաղաքական, ինչպես մեր խոսքի սկզբում հիշեցինք, քաղաքական նպատակներ է հետապնդում։ Ըստ էության այստեղ մեր բանակը, մեր զինվորները ըստ էության այսօր զոհի կարգավիճակում են։ Կարող ենք ասել, մեր բանակը այսօրվա կորձող հաստատությունների, ճակերտավոր պետության հաստատությունների մեջ միակն է մնացել, որ կարող ենք հենվել այդ սյան վրա եւ նրա միջոցով մենք վերջապես կարողանանք ձերբազատվել այսօրվա ռեժիմից եւ կառուցենք մեր պատկերացրած պետությունը։ Այսօր Պաշտպանության նախարարը մամուլի ասուլիս է հրավիրել, որի ընթացքում նրան հարց են ուղղել, որ ժամանակը չէ դիմել ՀԱՊԿ-ին, որպեսզի ուշադրություն դարձնեն հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին եւ կանխեն դա։ Ձեր կարծիքով նախարարն ասել է, որ նման անհրաժեշտության կարիք մենք չունենք, մենք ինքներս վերահսկում ենք մեր սահմանները։ Ամբողջությամբ համագործիկ եմ եւ ես կարծում եմ, որ Սոչիում վտանգի մասին, որ ես խոսեցի, հենց այդ է, այսինքն չի բացառվում, որ ռուսական կողմը փորձի բարդացնել խաղաղ զորքերի ներխուժումը տարածքեն ներսի։ Եթե ի դարբերություն Ղրիմի, եթե Ղրիմում ռուսական ներխուժումը համարվեց ագրեսիա, օկուպացիա, ապա այս անգամ նրանք փորձելու են խաղաղարար, այսպես ասած, թիրքերից, ազատագրողի թիրքերից ներխուժեն նորից Արցախ։ Դա նաև պատասխան կլինի Ադրբեջանին, այսինքն դա կախված է նրանից, թե Ադրբեջանը ինչ կասի Սոչիում։ Անշուշտ, ես համոզված եմ, որ այս հարցում Սերան Օհանյանը մենակ չի մնա, մենք մեր շարժումը այս վտանգի մասին միշտ խոսել է եւ մենք միշտ ասել ենք, որ այդպիսի որոշման դեպքում, եթե համարձակվեն խոսքից գործի անցնել, դա մեր համար կլինի ֆորս մաժոր եւ մենք ամեն ինչ անելու ենք կասեցնելու այդ ծրագիրը։ Մենք թույլ չենք տալու 200 տարի հետ կնանք։ Մենք հազիվ ենք ձերբազատվել, հազիվ ենք մաքրել մեր Արցախը օտար զորքերից։ Պարզ է, շնորհակալություն պարոն Սեֆիլյան, մեր հարցերին պատասխանելու համար։ Շնորհակալ եմ։ Սյունիքի մարզում տեղի ունեցել խաղարար գործընթացներում հանրային մասնակցությունը թեմայով քննարկումը։ Մի խումբ փորձագետներ եւ հասարակական կազմակերպություններ ներկայացրել են հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու միջազգային փորձը։ Մասնավորապես թե ինչ մասնակցություն է ունեցել այդ հարցում տվյալ երկրի հասարակությունը։ Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը այս հարցում եղել է 3 երկրներում, որոնք հակամարտություն են ունեցել։ Հանդիպել ենք տարբեր մարդկանց հետ եւ քաղաքական գործիչների եւ կրոնական գործիչների Փորձագետները նաև զուգահեռներ անցկացրեցին իրենց այցելած երկրներում տեղի ունեցած հակամարտությունների եւ Արցախյան հիմնախնդրի միջև։ Տարբերությունը քաղաքակրթական։ Մենք տարբեր քաղաքակրթական դաշտերում ենք։ Նրանք քննարկել են նաև վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը եւ կողմերի լրատվամիջոցների գործելավոճը։ Հայկական երկու կողմերը հստակ ու անաչառ տեղեկատվություն են տարածում եւ ադրբեջանական կողմը ուղղակի ընկել է իր տեղեկատվական ծովակի մեջ։
Հայրենական մեծ պատերազմի մասնակից Գեղանուշի բնակիչ Ցոլակ Ղուկասյանը դարձավ 90 տարեկան։ Նրան շնորհավորելու համար ծննդավայրում հավաքվել էին Ցոլակ պապի որդիները, թոռներն ու ծոռները տարբեր երկրներից։ Սա արդեն ավանդույթ է։ Հոբելյանական սեղանի շուրջ Ցոլակ պապը խոստովանել է, որ երջանիկ կյանք է ապրել։ Ինչպես միշտ հիշել է իր անցած ուղին, թե 17 տարեկան հասակում ինչպես որոշեց մեկնել ռազմի դաշտ իր գյուղում տեղի ունեցած ժողովից հետո։ Կոլեկտիվը հավաքում են հենց ֆաբրիկայի դերսում։ Ընկերներ Լենինգրադը շրջապատման մեջ է։ Մոսկվան խիստ ճակատամարտ էր գնում, այսօր է գցա։ Ստալինգրադով սենց է, Հյուսիսային Կովկասում, ովքեր են ուզում կամավոր գնալ ֆրոնտ։ Իրար նայում են սենց բան տեսնեն, իսկական բերցնում։ Ես էլ 17 տարեկան մի քանի ամսեկ անում, հələ 18-ից լրացած չի։ Այսօր ափսոսում է միայն մի բանի համար, առանց ակնոցի չի կարողանում կարդալ։ Վատ տեսողության պատճառով հեռուստացույց ոչ թե դիտում, այլ լսում է։ Այսօր ապրում է իր որդիների եւ թոռների հաջողություններով։ Նրանց միայն մեկ պատգամ ունի՝ լավ սովորել։ Выход только один. Позиция главы русского государства. Какое он решение примет, так и будет. И для Киева, и для Баку, и для Еревана. Мы можем обсуждать все варианты. Все сценарии, но вопросы войны и внешней политики в руках только одного человека, глава нашего государства. Это какой восхитительный освежающий ветерок. Не ветерок, великий Макду сердится. Опять за свое боремся, боремся с предрассудками. Вот результат. Сейчас я докажу, что это ерунда. Вот.